Արա ճպել։ Արա խփնված բիձա, խելքդ հետ ես տվի, արա, այդ ինչեր ես ասում, արա։ Փայլակ, ձերդ քաշի ինձ մի խանգարի։ Ինչ անեմ, լավ եմ անում։ Ես դրանց այդ ծաղ մաֆիոզ ընտանիքը հատ-հատ պետք է բերք նստեցնեմ։ Սկսած այդ հովոյից, վերջացած անթարամով բանով եղավ արա, չհասկացա։ Ինչի ճապելին հեշտ արա կլետքում պահելը։ Էսի որ թիվն արա։ Տոլոսի այդ տարակած բիձա, ես քեզանից շատ եմ ուզում հովոյից ազատվեմ, սենց հոգուս վրա նստած է էդի, բայց այդ բանը պետք է մտածված արվի, հանգիստ արվի, ոտես չի արվում։ Բա ոնց արվում, Փայլակ, ոնց։ Ճապալ հենց պետք է անենք, որ համ հովոյից ազատվենք, համ էլ այդ գործից օգուտ ունենանք, հասկացար։ Մի քանի օր առաջ դու չէիր ասում, հա։ Հանի որ Զիտային, Լիպոյին, Կնյազին նստացել են հովոյի հետ միասին։ Դրանից քու քարը որն է, հա։ Ըստ է քարի հարց չկա, Փայլակ, պրինցիպի հարց է։ Պրինցիպի հարց է։ Լսի, այ ապուշ։ Այդ շարադրությունդ որ գրել ես, դու գիտես միլիցիա հավատալու են այդ ամեն ինչին։ Գնալու են մի հատ անթարամից տուն։ Հարցաքննություն կատարեն, այնտեղ են կասեն, տես բան չի եղել։ Հետո քո աղջիկա սխտագործությունների մասին կպատմեն։ Հետո իմանալու են, որ քո աղջիկը ուզում էր Կնյազին նստացնել, գլխին սարքել էր։ Իսկ այդքան բանը որ իմացան, ինձ էլ, քեզ էլ, համեստիներ, հուպ կտանեն բերդ։ Բա ինչ ես առաջարկում, Փայլակ, ոչ իման չանենք արա կուլ եկանք այդ հովոյին։ Չէ, կուլ չենք գնալու։ Պարզապես պետք է մենք շարժվենք ըստ մեր նախնական պլանի։ Ես արդեն այդ ուղղությամբ քայլեր արել եմ։ Հիմա միլիցիոն ճամփու կդնենք, ես քեզ մանրամասը կասեմ, ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք։ Բա ոնց ենք ճամփու դնում, որ արդեն գրել բրծել եմ։ Դու գրելը կարևոր չի, կարևորը ստորագրությունը չես դրել տակը։ Կասենք դու գիժ ես, կասենք որ հոգեկան հիվանդ ես, չես հիշում ինչ ես գրել, ինչ ես ասել։ Ես եմ գիժարը։ Տո բայ զահրը մարես, գիժ ես, բայ ինչ ես արա։ Առաջ ենք իմանամ ինչ եմ անում։ Հա, սպասիլը։ Հիշեցի, չէ ինչ պետք է ասես։ Արի նորից եմ ասում։